Նրանք ովքեր ուզում են հաջողվեն, հիմարություն է հաջողություն փնտրելը։ Նրանք ովքեր ուզում են հաջողվեն, ոչ թե հաջողություն պիտի փնտրեն, այլ պիտի փնտրեն ամեն ոլորտի մեջ օրենքները հաջողության։ Ինչ նկատի ունեմ։ Ֆուտբոլիստ ուզում է հաջողվի, թենիս խաղացող ուզում է հաջողվի։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք թենիս խաղացողը ամեն օր պարկի մտածի հաջողվելու մասին։ Ինչ է անում ֆուտբոլ խաղացողը։ Ֆուտբոլ խաղացողը գիշեր-ցերեկ ուսումնասիրում է ֆուտբոլի օրենքները։ Ուսումնասիրում է ֆուտբոլի օրենքները, որպեսզի կարողանա հաղթի։ Եթե ինքը լավ ուսումնասիրեց ֆուտբոլի օրենքները, մի օր ինքը դառնում է շատ լավ ֆուտբոլիստ, ջանք, եռանդ, էներգիա եւ դառնում է ուժեղ խաղացող եւ դառնում է հաջողված մարդ։ Ինչ է նշանակում հաջողված մարդ։ Իր մայկենել են առնում, իր ստորագրությունն ու իր կարծիքի հետ հաշվի է նստում ամեն մեկը։ Ինքը մի հատ գյուղի կորած սարի գլխի մի հատ լուր գյուղի տղա է։ Բայց ինքը երբ որ կարծիք ասում, սաղ լսում են։ Ինչի հաջողության պատճառ, որտեղից իրան էս հաջողությունը, խնդրում եմ, որտեղից իրան էս հաջողությունը, որովհետև ինքը ուսումնասիրեց տվյալ ոլորտի օրենքները, որպեսզի հաջողվեր։ Հիմա նայեք, ճիշտ նույն ձևի բոլոր ոլորտներում ուզում եմ ամուսնանամ, ինձ պետք է ընտանիքի օրենքները ուսումնասիրել, քիչ առաջ ձեզ ասում էի։ Ուզում եմ հոգևոր լինեմ, ուզում եմ հաղթական քրիստոնյա լինեմ, ինչ պիտի անեմ։ Սովորեմ այն օրենքները, որը մոտեցնում են ինձ Աստծուն։ Սովորեմ այն սկզբունքները, որ ինձ ավելի հաղթական քրիստոնյա կդարձնի։ Հիմա ես ուզում եմ մի քանի օրենքներ ցույց տամ, աննշան օրենքներ ասեմ եւ անցնենք առաջիներ։ Վտակները տեսնում եք, որ լցվում է մեծ գետ է դառնում։ Տեսեք, դառնում է մեծ գետ, հիմա նայենք ամբողջ նկարը։ Լցվում է ծովը։ Ուրեմն գետը եւ ծովը բոլորս էլ ուզում ենք, պատկերացրեք այդ գետը եւ այդ ծովը օրհնություններն են, լավ բաներն են, ճոխ բաներն են, որ ուզում ենք։ Բայց որպեսզի մարդը հասնի այս գետին, լայն եւ ծովին, արահետներ կա եւ նեղ առուններ կա, որով մարդը պետքա հասնի դրան։ Եկեք մի քանի առուներ նայենք, արահետներ, որը կմոտիկացնի մեծ գետերին։ Ինձ լսում եք թե չէ։ Հալելույա։ Շատ նուրբ օրենքներ եւ արվակների մասին եկեք խոսանք։ Տեսեք ինչն է հետարքիր։ Ինչ որ մարդ աղոթում է եւ ասում է Տեր Աստված, իմ սիրտը մաքրի եւ ինձ հոգեորապես օրինակ ինչ ասեմ, իմաստություն տուր ինձ, աղոթում է Տեր Աստված, ինձ իմաստություն տուր, որ ես կարողանամ տարբեր հարցերում իմանամ։ Պատկերացրեք, մարդը սենց աղոթք անում, աղոթում է, եւ Աստված հանկարծ եկեղեցում կամ իր գործի տեղը, մենակ եկեղեցում չէ, հանդիպեցնում է մի հատ շատ խոնար մեկին։ Շատ խոնար մեկին է հանդիպեցնում։ Ու մեկ էլ դու հանկարծ նկատում ես այդ խոնար մեկին։ Նայեք, դու աղոթել ես իմաստության համար, ինչ որ մի բանի համար ես աղոթում։ Մեկ էլ Աստված քո դեմ բերում է մի հատ շատ խոնար մեկին։ Եվ ինչն է հետարքիր, Աստված թույլ է տալի, որ դու նկատես եւ իրանից սովորես խոնարհություն։ Ինչի համար։ Հայտը ջան, ես իմաստություն եմ ուզում։ Ինչ որ դու ուզում ես եւ ինչ որ քեզ հանդիպել է, միշտ եւ հիմնականում իրար չի բռնում։ Բայց Աստված թույլ է տալի, որ դու ինչի համար, որովհետեւ իմաստության հասնելու համար խոնարհության մի կետ կա, որին Աստված ուզում է, որ դու հասնես, որ այդ իմաստությունը որ գա, քեզ չվնասի Սողոմոնի օրը գնես։ Աստված սովորացնում է եւ ինչն է այդ արքիր։ Նկատելը արդեն իսկ Աստծուց է։ Հիմա կասեք ոնց։ Մի հատ համար եմ ուզում կարդանք, լսող ականջը եւ տեսնող աչքը երկուսն էլ Տերն է ստեղծել։ Ստեղ խոսքը չի գնում, ասես որ մարդը տեսնում է, դա Տերն է ստեղծել։ Ֆիզիկական տեսողության եւ լսելու մասին չի, այլ երբ որ մարդը տեսնում եւ ընկալում է։ Հիմա մեկ ուրիշ բան ասեմ։ Ինչ որ մեկը աղոթում է եւ ասում է Տեր Աստված, ես ուզում եմ հոգով լցված լինեմ։ Սուրբ հոգով լցված մեկն եմ ուզում լինեմ։ Ուզում եմ սենց ճիշտ
կերպար լինեմ, հոգևոր առողջ մարդ լինեմ, զորացած մարդ լինեմ։ Ինչ անում Աստված։ Աղոթում ես 2 ամիսա, 3 ամիս աղոթում ես, հանկարծ Աստված եկեղեցում լինի, թե չգիտեմ որտեղ լինի, մենակ եկեղեցում չեմ ուզում դա եկեղեցացնեմ։ Հանդիպեցնում է մի ճիշտ հետարքիր մարդու, որը անընդհատ աղոթում է։ Ու սկսում ես նկատել, որ այս մարդը աղոթքի կյանք ունի, մարդը ասում ես ինչի են այս աղոթող մարդիկ անդադ գալին կյանքի մեջ։ Սկսում ես նկատել, ինչի եմ ասում, որովհետև որպեսզի դու դրան հասնես, Աստված ցույց է տալի այս աղոթող կերպարին, որ դու օրինակ վերցնես եւ ազդեցություն կրես քո վրա։ Գիտեք ինչ ա լինում, հիմա կասեք ինչ կա դրա մեջ։ Մարդ էլ կա այս նույն աղոթողին տենում է, մտքով չի անցնում, որ սա իր խնդրանքի պատասխանն է, ասում է այս աղոթողը այնքան աղոթում է մարդ, իսկ ոնց տարօրինակ կլինի, սա որ աղոթում է։ Ինչ որ մեկ ուրիշ երիտասարդ, եկեք ավելի արդի ժամանակներից օրինակ բերենք, ասում է ես հզոր ծառայող եմ դառնալու, ազգեր են փրկվելու իմ միջոցով, շատերը դեռ պիտի ապաշխարեն, Տեր Աստված աղոթում եմ, այնպես արի, որ ազգերը փրկվեն ապաշխարեն իմ միջոցով։ Նայում ես ինչ փառահեղ, ասում ես, լսում ես իր աղոթքին, կողակային ես, լսում ես մի ամիտ ականջը տգում է իր աղոթքը, ասում ես Տեր Աստված, ես չլնեմ սրանց աղոթող։ Եվ ինչ անում Աստված, դու տուն աղոթում ես 2 ամիս, 3 ամիս, գալիս ես եկեղեցի, հանկարծ եկեղեցում նկատում ես, որ մեկը անընդհատ գետնին թուղթ անգած վերցնում է։ Տեսնում ես մեկը աննշան ծառայություններ անում, հերիք չի, փոքր աննշան բաներ անում, եւ եկեղեցում, եւ ընդհանրապես եկեղեցուց դուրս։ Աննշան ինչ որ բաներ անում, հերիք չի, քեզ էլ են մի օր հանկարծ մի եղբայր, մի քույր, քեզ առաջարկում է իշխանն է, իշխան հեռախոսներ, հանկարծ ինչ որ մեկը քեզ մի հատ աննշան բան է առաջարկում, ասում է քուրս, աղբերս, որ շատ խնդրեմ քեզ, այս մի բանը կանես թե չէ։ Դու նայում ես քո փառահեղ աղոթքին եւ դու նայում ես ինչ են քեզ ասում որ անես։ Չի բռնում իրար հետ։ Բայց երբ որ դու սկսում ես լսել, երբ որ սկսում ես տեսնել, որ սա այդ ճանապարհն է, որով ուզում ես հասնես այդ մեծ բանին, մեկ ուրիշ մեկը աղոթում է Տեր Աստված, հաջողված ընտանիք եմ ուզում, ես ուզում եմ օրհնյալ զույգ լինեմ, երեխաներիս դաստիարակ եմ ընտիր ձևի, Տեր Աստված ուզում եմ ընտիր ընտանիք ունեմ, մեկ էլ Աստված ցույց է տալի քեզ մարդիկ, ովքեր ճիշտ ընտանիքներ են։ Մարդ կա տենում այդ ընտանիքին, գիտես ինչ ասում, ասում ես բժշկներ ով են։ Այս ովքեր են սրանք։ Միցա ոնց որ տարօրինակ կլինեն դրանք լսի։ Շատ սիրով են սես բան, միշտ իրար հետ են գնում գալի, չգիտեմ։ Օրինակ եմ ասում, նայեք, ինչը որ մարդը անարգեց, Աստված թույլ չի տա դա քո կյանքում գա։ Բայց երբ որ մարդը նկատում է եւ օրհնում, ասում է Տեր ես ինչ հիանալի է, Տեր ես ինչ հետարքիր զույգ է, Տեր ես ինչ հետարքիր երեխեք են, Տեր ես ինչ հետարքիր դաստիարակություն, ինչը որ նկատեցիր, հավանեցիր, սկսում ես գալիս է ժամանակ, Աստված թույլ է տալի, որ գա քո կյանքի մեջ, ինչ հետարքիր հոգևոր օրենք։ Բայց ինչը որ անարգեցիր, Աստված արդարը թույլ չի տա, որ քո անարգածը իրականություն լինի քո կյանքի մեջ։ Դրա համար, մինչ Աստված քեզ կտա ինչ որ բան, նա նախ բերում է քո առաջ ցույց տալու, կնկատես դա թե չէ։